Հեքիաթները մեր բոլորի մանկության կարևորագույն բաղադրիչներից մեկն են եւ հենց հեքիաթների միջոցով երեխաները ծանոթանում են հրաշքներին, ծանոթանում են շատ կարևոր մարդկային արժեքների եւ այլն ու շատ կարևոր է որպեսզի ընտանիքում այդ հեքիաթի ընթերցումը լինի ծեսի պես, ինչպես փոքրիկ իշխանի աղվեսն էր ասում, ծեսը շատ կարևոր է։ Առանց աղվեսի չկա կյանք։ Իրականում շատ եմ սիրում, չէի կարող մեջբերում չանել։ Շատ կարևոր է որպեսզի ընտանիքի անդամներով հավաքվեն, գրքի շուրջ ներկայացնեն ամբողջ ասելիքը հեքիաթի ու շարունակելով միտքը ուզում եմ ասել, որ հենց անճոռնի ճուտիկը լավագույն օրինակներից մեկն է, թե ինչպես կարելի է օրինակ երեխային բացատրել, որ եթե շրջապատում ինչ որ ձևով չեն ընդունում իր արտաքինը կամ իր անձնային որակները, դա դեռ չի նշանակում, որ ինքը որևէ թերի բան ունի։ Հավանական է, որ նա չի գտնվում այն միջավայրում, որտեղ ինքը ինչպես արդեն ասվեց, կարող է ճախրել եւ այդ միջավայրն է շատ դեպքերում մեզ թևեր տալիս կամ կոտրում մեր թևերը։ Հեքիաթը օգնում է նաեւ մեզ, որպեսզի մենք ծանոթանանք չարի եւ բարու գաղափարին։ Երեխաները հասկանում են, որ բարին ի վերջո հաղթում է իրենց օրինակով, հեքիաթում հերոսի օրինակով տեսնում են, որ ցանկացած անելանելի իրավիճակից միևնույն է կա ելք ու ինչու՞ չէ նաեւ օգնում է, որպեսզի ընտանիքի ներսում հարաբերություններն ավելի մտերիմ դառնան, հուզական կապն ամրապնդվի եւ այլն։